Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում հետախույզի օրագիրը հաղորդումն է։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Վովա Վարդանովն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև։ Ռուսական մեդիայում եւ ընդհանրապես մեծ աղմուկ հանած ուկրաինական պաուտինա գործողության մասին եմ ուզում այսօր զրուցենք, որովհետեւ այն կարծես հիշեցնում էր տրոյական ձի, երբ որ գնում են բեռնատարներ, ինչ որ կամազներ եւ միջից դուրս են գալիս անօթաչու թռչող սարքեր ու սկսում են հարվածել ավիաբազային։ Ռուսական մամուլը այսպես լեցված էր այդ հոլովակներով եւ հետաքրքիր ընդհանրապես ինչպես է հաջողվել Ուկրաինայի նման գործողություն իրականացնել։ Ուկրաինականն էլ լցված էր դրանով։ Այո։ Ես համ ուկրաինականն եմ նայում, համ ռուսականը, որտեղ երկու կողմը պիտի ասենք ուսումնասիրես, եթե կոնֆլիկտ է ուսումնասիրում, իսկ այդտեղ նույնիսկ կոնֆլիկտ չէ, այլ պատերազմական գործողություն էր։ Էյֆորիա էր։ Իսկ ռուսների մոտ այնց բորբոքման ալիք ոնց թույլ տվեցին բան անհնար էր թույլ չտալ։ Ուղղակի անհնար էր։ Ռուսաստանի տարածքը մեծ է։ Օբյեկտները խոցվող շատ, ասենք, օրինակ երկաթգծի խոցման դեմ շատ երկաթգծի էլեկտրոշիթեր են վառվել այս վերջ 2 տարվա մեջ շատ բանով ինտերնետով կապնվում են տարբեր դեռահաս տարիքով եւ ուղեղով մարդկանց հետ առաջարկում են խոսքի մի $100 հետի վառել երկաթգիծը ասենք պարալիզացվում է որտեվ այդ բանը այդ վահանակները մեծ որ դրված են երկաթգծի կողքը իրանք լուսափորն են բանանում աշխատացնում իրանք աշխատացնում են գծից գիծ միացումները բան հսկայական քանակ նման ավարիաներ ա եղել հսկայական ու բավականին լուրջ քանակ այդ երիտասարդներին բռնել ու դատել են դատեր միջև հիմա կա որ գնում է ու մեծ ժամկետներով փակելու են իրանց Ռուսաստանը ստանում է այդ իր մեծության հաշվին դրական կողմերը որ ինքը ունի դրական կողմը որն էր Նապոլեոնը եկավ հոգնավ մի կերպ մտավ Մոսկվա ու հլանցայրացի Ռուսաստանը ու ստիպված հետ գնաց ու ճանապարհին ասենք ինքը իրանով քայքայվեց նույնիսկ չջախջախվեց Նապոլեոնի բանակը Ռուսաստանի տարածքում ուղղակի քայքայվեց զրոյացավ անիգիլյացիա եղավ նույնը Ադոլֆ Հիտլերը ասենք երկուսն էլ ամբողջ Եվրոպայի ներուժը օգտագործելով եկան այդ ահռելի մեծ տարածքները դա օգուտա չէ ասենք մեծ տարածքներ ունենալը ստացվում է բայց ցանկացած դրական կողմ ունենում է նաև բացասականը անպաշտպան են ճանապարհները, երկաթգծերը, ճանապարհները, կամուրջները, գնացքները, ավտոները, տները, հոսանքի պատստանցիաները շատ մեծ սփռվածություն կա։ Գտնելը հետո հեշտ է լինելու, իհարկե, հա, այսօր տեխնոլոգիաները թույլ են տալի, որ հեշտ գտնեն մարդկանց, ապահովեն, ասենք, իրանց դատվելը եւ այլն։ Պաուտինա օպերացիայի մասին չի խոսքը, դրա մասին հեսա կասեմ։ Բայց մեկը փաստը եղավ, երկաթգիծը խափանվեց, կամուրջը բլվեց։ Օրինակ անմիջապես բանից առաջ, այդ Պաուտինա գործողությունից առաջ, որ Զելենսկին հայտարարեց, ուրեմն Ուկրաինայի նախագահան Բրյանսկում մի կամուրջ էր բլվել, էլի մարդկային զոհերով, բան դա ծերակտ է իհարկե անկախ դրանից ով արել ում դեմ արել դա ծերակտ է որտեվ քաղաքացիականներն են ռազմական զոնայից դուրս են չես կարող ասես զուգահեռ կորուստներ են ռազմական գործողություններին զուգահեռ կորուստները դա չի համարվում ռազմական հանցագործություն որտեվ միտումնավոր չի արված բայց եթե դու քաղաքացիական տարածքում ես անում որտեղ չկա ոչ մի ռազմական օբյեկտ եւ քաղաքացիական մարդուն ես խոսում դա ռազմական հանցագործություն է ռազմական կներեք տերորիստական
Գործողությունը դա հանցագործություն է։ Այ որ որոշ բանա ուղեղից կաղմարդիկ թուրքերից հետո կրկնում են մեզ ասելով դե բանը ճիշտ է մերն է, ոման, բայց տերորիստական կազմակերպությունը ուղեղից կաղմարդիկ են կամ էլ դավաճաններ են, թուրքական շահն են սպասարկում, որովհետև չկա հանցագործություն, չի կարա լինի հանցագործ։ Պիտի հանցագործությունը լինի։ Այ Ռուսաստանի տարածքում հաճախ կա հանցագործություններ, ոնց որ կա նաև հանցագործություններ Ուկրաինայի տարածքում, ասենք երբ որ խփում է ռուսական զինուժը բացահայտ քաղաքացիական օբյեկտին եւ այդ սպասարկող քաղաքացիական օբյեկտի սպասարկող քաղաքացին է սպանվում։ Այնտեղ եթե ինչ որ ֆինանսական կորուստ է սպանվելը, դա միանշանակ արդեն հանցագործություն է։ Նույնը եղել է Ռուսաստանի տարածքում տարբեր երկաթգծի բաներ, ասենք երբ որ գնաց կանգել է, ասենք ռելսերից դուրս է անգել կամ ոնց որ Բրյանսկի կամուրջը, բայց Պաուտինան մի քիչ տարբերվում է, որովհետև խփել են բացառապես ռազմական օբյեկտներին, դա օրինական ռազմական թիրախ է պատերազմող երկրների միջև եւ դա ոչ մի ձևով չի համարվում տերորիզմ, չնայած ռուսները հայտարարել են, որ դա տերորիզմ է, բայց իրանց հայտարարելով չկա այդտեղ հանցանք, կա պատերազմող կողմերի միջև, ասենք փող հարվածներ, ասենք մեկը մյուսին հարվածներ է հասցնում, ու այս դեպքում ուկրաինական, եթե հանցագործություններ, տերորիզմ, ասենք կա կամուրջների հետ կապված, գնացքների հետ կապված, մանավանդ մարդկային զոհերով։ Այս դեպքում մաքրամաքուր է ուկրաինացին գործել։ Նույնիսկ մի հատ քաղաքացիական չի տուժել իրենց գործողությունից անմիջապես։ Տուժել են իրենց գործողությունների արդյունքում ռուսական ոստիկանների, ասենք, ծեծի ենթարկված, ասենք, վարորդը, բայց դա ուկրաինացին չի արել, այդ էլ է հանցագործություն, չէ, թեկուզ ձերբակալելուց ծեծելը։ Ոնց դա հնարավոր եղավ։ Երկու գլխավոր պատճառ։ Մի պատճառ, որ Ուկրաինան երկար է մշակել այդ, շատ երկար, ես վերջերս որդուս հետ մի զրույց եմ նկարել, ուրեմն լրատվամիջոցներից մեկում, որտեղ ոդկաստ ենք վարում ես ու Վաղինակը, բանի մասին, Առաքելոց վանքի մասին եւ փայլուն մշակված Առաքելոց վանքից, ուրեմն օպերացիան փայլուն մշակված է եղել Առաքելոց վանքի եւ գերազանց փայլուն, այսինքն ինչ էպիցետ ասես կարելի ավելացնել Առաքելոց վանքից, ուրեմն պլանավորված հետնահանջն է եղել եւ կատարումն է այդ պլանավորման եղել։ Նույնը գերազանց, այդտենց էպիցենտրներ կարելի է տալ։ Ես այդտենց միշտ չի որ ուկրաինացիներին գովում եմ, էլի հայր ջան, եւ բացարձակ ոչ մի ֆոբ չեմ, ոչ էլ ֆիլ եմ, как-то բանա։ Ուղղակի ասենք, ոնց է, ինչ որ բան լաբորատորիայով ուսումնասիրում ես, ինչ ասել, տենում ես, այդ ես ասում, չէ՞, լաբորատորիայի միկրոսկոպի տակ, այդպես մի բան էլ հիմա ես անում եմ, ապրեն ուկրաինական հատուկ ծառայությունները մասնագիտական տեսակետից, ապրեն իրանք, հոզարով չի, փայլուն օպերացիա էր, այդ առաջի պայմանը դա երկար մշակվել է եւ կատարողները ճիշտ են ընտրվել, то есть փայլուն մշակված եւ կատարողականը, ասենք, չկաղած, չեն կաղացել, ամեն ինչ տոշնի ա եղել, դա մեկ պայմանը, եւ կա մի հատ էլ պայման, որ ինչ որտեղ նախապայմանը, խոցել են որ ինքնաթիռները, ռուսական ստրատեգիական ռմբակոծիչները, որոնք որ միջուկային զենք կարան տեղափոխեն։ Շուրջ 43 հատ չէ, եթե չեմ սխալվում։ Չէ, ուրեմն կարծիք կա 13-ից, դա ապացուցված վիդեո բանով, մինչև 41,
13-ից 41, քանի որ ռուսը կոնկրետ թիվ չի բանանում, հայտարարում նույնիսկ այս 13-ից քիչ թիվը հայտարարում են դեպքում, որ վիդեո բաներ կա հեղեղված է ինտերնետ այդ վիդեոներով։ Հա, ուկրաինացին ասում է 41։ Ոչ դրան է պետք հավատալ, ոչ դրան։ Ինչ որ բան, ասենց արանքում է ու կարող է որոշ ժամանակ հետո ճշգրիտ թիվ կունենանք, բայց 3-ն էլ մեծ թիվ է այդ ինքնաթիռների համար։ Էլ չեմ ասում 13-ը, էլ չեմ ասում 23-ը, 33-ը կամ նույնիսկ հնարավոր է 41, դա էլ է հնարավոր։ Ուրեմն այդ ստրատեգիական ավիացիան խոցել բաց դաշտում կանգնած դա մեծ խնդրեմ չէր։ Այդ նախապայմանը, որ իրանք բաց դաշտում կանգնած լինեն։ Ամփոփ են ռուսական, ասենք, օդաչուների, այդ նժույգներին սպասարկողները, հա, միանշանակ։ Բայց այս 3 տարվա ընթացքում մի քանի անգամ տարբեր օդանավակայաններ են, ասենք, գրոհել ուկրաինացիք, եւ ռուսները սովորել են այդ ինքնաթիռներին քիչ թե շատ պաշտպանեն։ Ասենք անգարներ են սկսել կառուցել բազմաթիվ տեղերում, այն որ առաջ չկար, տարբեր ինքնաթիռների համար։ Իսկ հարց չի առաջանում, ինչի այս ինքնաթիռների համար անգարներ չկան։ Հարցը առաջանում չէ։ Տարբեր ինքնաթիռներ, ասենք, նույնիսկ ավելի հեռու գտնված Ուկրաինայից։ Հիմա անգարների տակ են կամ էլ անգարները կառուցվում են, որ դե երկար process է, այդ հսկայական արկա պետք լինի, ասենք, բետոնից, վրայից հող լցրած կամ էլ շատ հաստ բետոնից, երկաթբետոն։ Դրա պատասխանը շատ կոնկրետ է։ Ըստ SMV պայմանագրի, SMV 3 կարծեմ պայմանագրի, ուրեմն ռմբակոծիչները, որոնք որ բանի միջուկային զենք կարան տեղափոխեն, ուրեմն տիեզերքից եւ ուրիշ ձևերով կոնտրոլի ենթակա պիտի լինեն։ Դու իրանց ըստ այդ պայմանագրի իրավունք չունես ինչ որտեղ մտնես, փագես, ծածկես։ Դրա համար են ծիծաղալու բաները կար են, որ անիվներ էին օդանավերի վրա դնում, ասենք թևերի վրա, որտեվ թևը նա խոցելի տեղ, որտեվ ընդ է վառելիքն է, ու այս վիդեոներն էլ ցույց տվեցին, որ հենց թևերին գալիս խփում էին, վառելիքը սկսում էր թափվել, վառվել եւ այլն, եւ ինքնաթիռը ամբողջությամբ այրվում էր, կամ ասենք զգալի ձևով վնասվում էր։ Այդ նախապայմանն է, որ կա պայմանագիր, ճիշտ է, որից ոչ թե դուրս է եկել Ռուսաստան, այլ ժամանակավոր կասեցրել է Ռուսաստան այդ SMV-ն, բայց ոչ ռուսական, ոչ ամերիկյան բամբարդիրովщикները, այդ ռմբակոծիչները, ստրատեգիական անգարների մեջ չեն պահվում։ Չկա տենց բան։ Եվ Ուկրաինան ընտրել է հոյակապ թիրախ, որը հնարավոր չի պաշտպանել։ Ուղղակի հնարավոր չի, որովհետև նման թույլ, ասենք, հարվածին կարար պաշտպաներ նույնիսկ բարակ ժեշտի անգարը։ Բարակ ժեշտից անգար անեին, որը շատ հեշտ է անել է, շատ։ Էդի արդեն բավարար էր, բայց իրավունք չկա դա պաշտպանելու։ Հարվածներն էլ չէ, փոքր դրոններով էին։ Փոքր դրոններով էին, քիչ պայթուցիկով, շատ քիչ ժեշտը լիներ, նույնիսկ կարող է, ասենք, կարկաս լիներ եւ պալատկա քաշածելներ կամ ցանցելներ, արդեն այս էֆեկտը չկարանային ստանային ուկրաինական, ասենք, հետախույս դիվերսանտները։ Կարող չէ, հաստատ չէին ստանա այս էֆեկտը, որտեվ այդ ցանցից այդ դրոնները չէին անցնի, կպայթեին որոշ հեռավորության վրա, իսկ այդ բաները, այդ թռչող սարքերը, այդ ռմբակոծիչները որոշակի պաշտպանվածություն ունեն իրանց շուշեկն ամուր, ժեշտն ամուր, նենց չէ՞ որ կողքը տրակելուց հեշտ վնաս կտաս։ Հենց եկել կպել է։ Կարճ ասած, այդ նախապայմանը որ չլիներ, այս շատ սիրուն, դե ես մի քիչ մի փոքր ծանոթ եմ, շատ եմ բան կինո նայել էլի այդ գործողությունների տիպի գործողություններին շատ լավն էր, ու իրոք լավն էր,
իրա խնդրել էին արտակարգ։ Ուրիշ բան հետևանքները ոնց է լինելու։ Հետևանքները նայեք, շատ լավ եղավ, ասենք ուկրաինացիների համար ամենակիչը մի քանի միլիարդ դոլարի ինքնաթիռներ են վառել, որոնք որ վերականգնման ենթակա չեն ընդհանրապես, որտեղ Ռուսաստանը մեծ ինքնաթիռներ սարքելու հնարավորություն չի ունեցել ու չունի, իսկ դրանք մեծ ինքնաթիռներ են։ Բանը սովետական միությունն էր սարքում, Տաշկենտի ավիագործարանում էին ինչ-որ բան անում, այն Գաստամելի կողքը Տուպոլևի բյուրոն Ուկրաինայում էր ինչ-որ բաներ սարքում էր, ասենք ինչ-որ սարքեր, սարքավորումներ այդ ինքնաթիռների համար մերձբալթյան երկրներում, ասենք Հայաստանում, հիմա Ռուսաստանը այդ բոլորից պրծել է, ասել է հելեկրադներդ քաշեք, ես ձեր նկատմամբ պարտավորություններ չունեմ։ Դուք մենակ իմ հեռախոսի կամպանիաներին, բաներին, то есть օդի համար փող կտակ։ Նեոկոլոնիալիզմը առաջ տանում, կոլոնիալիզմից հրաժարվել է, նեոկոլոնիալիզմը առաջ տանում, այն ինչ որ անգլիացիք, ֆրանսիացիք եւ մյուսները, ասենք, սկսել են խոսքի մի 50 տարի ավելի շուտ։ Ան սովետական միությունը փլուզելով Ռուսաստանը սկսեց։ Կարճ ասած, ինքը այդ ռեսուրսը չունի այդ ինքնաթիռները վերականգնելու։ Ուղղակի չունի։ Չի կարա ինքը արտադրի, ինքը արմատա տանկ չի կարում արտադրի, այն դեպքում, որ աշխարհի լավագույն տանկային գործարաններից մեկը Ուրալ վագոն զավոդը իր տարածքում է։ Չի կարում արմատան 14 թվից պարադա հանել, պարադում ցենց հելա ֆրֆրացին դե ռուսնել չէ, պլաց բանակա կառուցում, ոնց որ մերոնք իրան արտատպելով պլաց բանակ են կառուցում։ Պարադի համար ամեն ինչ տոշնի է, Սարդարապետը ցույց տվեց, ինչ սիրուն էին քայլում, բան։ Տղեկի ցավը տանեն, թող առողջ լինեն, մի քիչ խելք ունենան, պարապեն ոչ միայն շարային, այլ նաև ուրիշ բաներ, որ իրանց կյանքին, ասենք, հնարավորություն կտա, որ պահպանվի մարտի դաշտում, բայց ամենայն դեպս դա սկզբունքը, դա մոտեցումը, դա քառակուսի ուղեղ ունենալու մասին է խոսում զինվորականության եւ այդ զինվորականությունից պարատ պահանջող քաղաքական ղեկավարությունից։ Այնտեղ էլ ստեղ էլ նույն բանն են, իրանց բանով, բանա քառակուսի մտածելակերպ ռազմական գործի հետ կապված։ Կարող է ուրիշ հարցում են քառակուսի, ասենք, դա արդեն թող ուրիշ մարդիկ խոսան դրա մասին, բայց ռազմական գործում, ռազմաքաղաքական եւ քաղաքական էլիտան թե Ռուսաստանում, թե Հայաստանում քառակուսիը, եթե մի քիչ ռազմական գործի հետ առնչվել է, այդ քառակուսի վրա մի ինչ-որ տողեր կա գրած։ Եթե չի առնչվել, չի ծառայել բանակում, ասենք, կամ չի սպա չի եղել, կազմակերպչական գործերի հետ չի շփվել զինված ուժերի, դադարք թերթ ասենց քառակուսի, բայց մեկը քառակուսի է, то есть հաշվի չի առնվում նման զինվորական գործին վերաբերունքը հաշվի չի առնում երկրագնդի կլորությունը, ասենք, բանը սվերիկ լինելը, բանը արևային համակարգի, գալակտիկայի խայտաբղետ լինելը, այդ ոչ մի բանը հաշվի չի առնում քառակուսի, то есть շարային աճ, ձախ, ասենց բաներ։ Հիմա մենք տեսնում ենք այդ ամեն ինչի հետևանքները այս օպերացիայի բանում։ Ռուսական այդ պայմանագիրը Ամերիկայի հետ խոսում է դրա մասին, որ ինքը իրավունք չունի իրան պաշտպանել փագելով։ Տեսադաշտը պիտի լինի օբյեկտիվ կոնտրոլի, ասենք, ենթակա։ Ոչ մեկ չի խանգարում ուրիշ բան մտածեին, էլի։ Ասենք կողքերը բերեին ասա ակա համակարգեր դնեին հին 70-ական թվականների, որոնք իրանց փայլուն ցույց տվեցին 20 թվականին Արցախի ճակատում, արցախա-թուրքական պատերազմի ժամանակ 20 թվականին փայլուն, ոչ մեկ իրանց չէր խանգարում, բերեն օդանավակայանում դրանից մի դիվիզիոն կամ կես դիվիզիոն կայնացնեին 5 բանի վրա հարցակում եղել, մեկը անհաջող, 4-ը հաջողված, այն մեկը նույնիսկ չեն էլ հասցրել էլի հարցակում անեն, ոնց որ թե ճանապարհին ֆորան վառվել է։ 5 դիվիզիոն ինչ է Ռուսաստանում, դա խնդալու է, էլի։ Էդ էլ դրա մասին է խոսում, որ իրանք պարադ, հա, կարող է դրոններին սաղին չկարնար խոցեր այդ ասաակա համակարգը։ Խոցեր մեծ մասին
Արդյունքում, եթե իրանք օգտագործեին այդ 5 բանում դիվիզիոնները 5 սարքերը, որը որ հաշվի առնենք, որ մենք առել ենք $30 միլիոն, էլի մոտ դիվիզիոնից մի քիչ ավել, ասենք ասական էր, 30 միլիոն էլ կարժենար երևի ռուսների մոտ էտի, չէ, 5-ը, то есть եթե իրանք $150 միլիոն ասականներ օգտագործեին, հակաօդային համակարգերը, հիմա չէին ունենա կորուստ 3-ից 5 միլիարդի։ Իսկ եթե նպատակահարմարության մասին խոսենք, պարոն Վարդանով, պատերազմի այս փուլում ռազմական նպատակահարմարություն, ռազմաքաղաքական թե քաղաքական, դա երեքն էլ իրար հետ շահ կապված է մի ուրիշ ձևի, բայց մեկը տարբեր բաներ են։ Արի հերթով եթանք։ Քաղաքականը դա բանակցությունների մասին է խոսքը, իշխանություն պահելու մասին է խոսքը։ Ուկրաինայում Զելենսկին իշխանությունը ընտրությունով առանց ընտրությունների պահելու զայավ կարեց ու բավականին լուրջ իր վարկանիշը բարձրացավ ոչ միայն ժողովրդի մեջ դա ընտրություն, այլ նաև էլիտաների մոտ գլավնակամանդույշին կարա ինչ-որ խելամիտ լուրջ բաներ անի եւ Ռուսաստանի հետ հակադրվի, ասենք ոչ թե պրոստը լաչառություն անելով դերստացույցի արժեվ, այլ նաև լուրջ օպերացիաներ սանկցիավորելով, սանկցիա տալով, կազմակերպելով եւ իրականացնելով։ Դա արդեն էլիտայի մոտ է եւ կեղծ ընտրություններ կազմակերպելու միջոցով էլի իշխանություն պահելու ձև է։ Ընտրությունով, կեղծ ընտրությունով, ուղակի դագավառնյակով։ Կարճ ասած ինքը հասկանալի է, որ օգուտ էր Զելենսկուն։ Կարա օգուտ լինի Պուտինին։ Կարա, որովհետև նման հարվածները, որը ռազմաճակատում մանավանդ ոչ մի փոփոխություն չեն մտնում, այն որ ասում է, էլ ռմբակոծիչը չի գա Ուկրաինային ռմբակոծի, մի քիչ բան էլի, շատ զգուշապետ նման բաներ ասել, որովհետև Ռուսաստանը այդ խոցված ինքնաթիռներից հաստատ էլի մի քանի անգամ ավել ունի։ Իսկ հաշվի առնելով, որ դա այդ միջուկային զենք կրող ինքնաթիռների մասին է խոսք, իրանց թիվը շատ կոնկրետ հայտնի է, սարքին 130 հատ։ Հիմա այդ խոցվածներից քանիսն էին սարքին, քանիսը անսարք, մենք չգիտենք, որովհետև պաշտպանվելու ձևերից մեկը այդ սարքին եւ անսարքը իրար կողք դնելն է։ Թվում է թե իրանք սաղ սարքին են, բայց ինչ իմանաս։ Դա այդ շատ բան աղմուկ այսպես ասած ֆոն ստեղծելու արդյունքում դու կարողանում ես ասենք ինչ որտես քողարկես առանց թաքցնելու այն ինչին ասենք 5 օբյեկտ է հիմա որին խփես 130 գործող ինքնաթիռ ունի ենթադրենք բոլորը հիմա որ խոցվել են բոլորը գործող էին 132 կարծեմ 132-ից այդ գործողներից ասենք թե 41-ն է բանը խոցվել 90-ը հո հիմա տեղում են հաշվի առնելով որ երբեք չի եղել որ ասենք 3 հատից ավել ռմբակոծիչ Ուկրաինան ռմբակոծի ինքը իր հարվածները կարա 30 անգամ ուժեղացնի եթե ես տես բան եմ ասում կարող է ինձ հակադարձեն բայց ինքը բանում հեռավոր արևելքում Ամերիկայի դեմ դա մի քիչ խնդալու է այդ ռմբակոծիչները, որ միջուկային զենք են, հանում վերև, իրանք ընդհանրապես ապրելու շանս չունեն, հարվածելու շանս միջուկային զենքով ուղղակի չունեն։ Միջուկային զենքի հարված հասցնելու տոկոսներով որոշակի, ասենք, ունի հողի տակ գտնված, ասենք, բաները, շախտաներում միջուկային զենքը, ջրի տակ գտնված զենքը, օրինակ նավի վրայից խփելը, այդ նավը շանս չունի ապրելու։ Բայց ջրի տակ Սուզանավը շանս ունի, որտեղ ինքը չի երևում։ Կարճ ասած հիմա երևացողը ոչնչացնելը մեկից մեկ է։ Իսկ այդ դանդաղաշարժ, ասենք, տումերը, այդ խնդալու է։ Դա ուղղակի պրեստիժի խնդիր է։ Ուրիշ ոչ մի բան։ Այդ տրիադա, որ ասում են, այդ տրիադայից երկուսն աշխատող են, մեկը աշխատող չի օթային։ Հնարավոր չի, ասենք, նո օթայինի այդ հատվածը էլի, այդ որ ինքնաթիռով է այդում։ То есть ռուսը կարա հանգիստ իրան թույլ տա այդ օթանավերը բերի մոտիկացնի։
մի քիչ Ռուսա-Ուկրաինային եւ թեկուս առանց մոտիկացնելու հերվից գա, դրանք տասնյակ հազարավոր կիլոմետրեր գնացող են։ Կարճ ասած, ինքը նենց պրակտիկ մարտի դաշտում ազդեցություն չի թողելու։ Քաղաքական պարզ է, ռազմաքաղաքական բանին գանք։ Ուկրաինան ցույց տվեց ամենակիչը, ասենք, որ ինքը դուխը տեղն է, ինքը կռվում է։ Եվ այն ով որ արդեն մեկ-մեկ տատանվող տարբեր, ասենք, եվրոպական պետություններից տատանվող ձայներ էր հնչվում, դե կային բացահայտ դեմ խոսացող մարդիկ, ասենք ոնց որ թուրքան նման Ուրբանը, հետո Հունգարիայի, բայց կար, ասենք, նաև Ֆիցոն, բայց կային տատանվողներ։ Հիմա այդ տատանվողները միանշանակ կանգնելու են Մակրոնի կողքը, Շոլցի կողքը եւ այլն։ Շոլց չէ, հիմա անունը փոխվել է, չեմ էլ հիշում։ То есть զենքը, սպառազինությունը եւ վարձկանները, յանիմ վարձկանները իրականում դա կեսից շատ է անգամ էլ վարձկան չեն էլի։ Այդ ռուսների ասած ատպուսկնիկներն էին, որ ռուսները Դոնեցկ, Լուգանսկ զինվորականներին ուղարկում էին 14 թվին, որ գային, ասենք, բանակարվեին ուկրաինական զորքերի դեմ, դրանք այսպես ասած ոտպուսկնիկներն էին։ Հիմա բումերանգի պես այդ ոտպուսկնիկները իրանց դեմ են կռվում։ Ուրեմն այդ ոտպուսկնիկները գալու են, տատանվողները դադարելու են տատանվել, միանշանակ անցնելու են Զելենսկուն աջակցելու, ասենք, շարքի մեջ, ասենք, կայուն տեղ են զբաղացնելու, կայացվածք են բռնելու, ասենք, զենք, սպառազինություն չի պակասի Ուկրաինային։ Չկա տենց բան, Ուկրաինայում լուրջ ոգևորություն է, պրոպագանդան Ուկրաինայի լավ է աշխատում, այդ պրոպագանդան էլ իր դերը խաղաց, այդ էյֆորիան, ասենք, շատ հաճախ, ասենք, կարող է սնվում էր ինչ-որ աղբյուրներից, որպեսզի ժողովրդին ավելի հասանելի լինել էր այդ ուրախ ճիչերը եւ հասարակ ուկրաինական, ասենք, քաղաքացիների մեկնաբանությունները խոսում են դրա մասին, որ իրանք ուրախությունը ոչում ցնցումների մեջ են, ոնց որ թուրքը ցնցումների մեջ էր, երբ որ Շուշի մտավ լեռնային հրաձիգների գումարտակը թուրքական 20 թվականի նոյեմբերի սկզբին։ Այդ հենց վիճակա փաստորեն այդ պատրիոտիչսկի բանն էլ այլ է, պատյոմա տվել։ Ռազմականն էլ չկա տենց էֆեկտ էլի, փողի կորուստ հա։ Ինքնաթիռները վերականգնելու չեն, հա, բայց այդ ինքնաթիռները միջուկային զենք գրող որպես դա հիմնական միջոց չի աշխատում, որովհետև կխոցվեն միանշանակ, նույնիսկ 5000 կիլոմետր չեն մոտենա Միացյալ Ամերիկայի, ասենք, նահանգներին հետ 5000 երևի նույնիսկ քիչ եմ ասում։ Հնարավոր չէ, այսօրվա թիրախները այնքան հերվից են տեսնում, այնքան հերվից են խոցվում, մեն այդ տիպի կարևորագույն թիրախները, ոնց որ միջուկային զենք կարող ինքնաթիռը անհույս է, խնդալու է, որ Ռուսաստանը կորցրեց իր ստրատեգիչսկի բալանսը, ոչ մի բանը չկորցրեց, ինքը իր բալանսը երբեք չի ունեցել, որովհետև միջուկային, ասենք, մարտագլխիկները արևմուտքը մի քիչ շատ միշտ է ունեցել կամ շատ է ունեցել 50-ական թվականներին շատ ավելի շատ, հետո գնալով բալանսը, ասենք, մի քիչ մոտիկացել է բալանսին, բայց երբեք ամբողջությամբ բալանս չի եղել, որովհետև Ամերիկայի հետ այն միշտ համեմատել, Ամերիկային մի քիչ զիջել են ու չեն հաշվի առել ֆրանսիական եւ անգլիական միջուկային, ասենք, սպառազինությունը, կարճ ասած բալանս չի եղել։ Ռուսը հիմա մի քիչ ինչ որտեղ հիշացնում է Հայաստանին, Հայաստան, Թուրքերը, Մերձկասպիան այդ բալանս կոչվածի մեջ երբեք մենք բալանս չենք ունեցել թուրքերի հետ, ծեծել ենք թուրքերին միայն մոտիվացիայի հաշվին, կազմակերպվածության հաշվին, պլաց բանակ չլինելու հաշվին, հետո կառուցել ենք պլաց բանակ,
ու երբ որ ասենք այդ պլաց բանակի շինարարության ֆինիշի կողմերը, որ արդեն հայ-հայա լավ սկսեց ստացվել, մեր տղաները պարադների ժամանակ շատ սիրում հրացան էին ֆռոսնում, թուրքերը սկսեց հարվածներ հասցնել գրեթե անպատասխան եւ գնալով բալանսը ավելի մեծացավ, խախտվեց։ Կամ բան, բայց բալանս բարից այդ մեր ու թուրքերի մեջ չի եղել, այտենց է չի եղել բալանս սովետական միության կամ Ռուսաստանի միջև եւ արևմուտքի։ Ուղղակի միջուկային զենքը անենց կործանարար հնարավորություններ ունի, որ ոչ մեկ չի ուզում, ասենք, ապոկալիպսիս սիվոդնյա, չէ, այլ Բիզումնի Մաքս կինոյի պայմաններում ապրի։ Այդ որոշում ընդունողները ամբողջությամբ անապատի մեջ ռադիոակտիվ վարակ, ասենք, սախ երկրագունդը պատած, մի քանի տասնյակ տարի փոշի բարձրացրած բան ու մի քանի տարի միջուկային, ասենք, ձմեռ Մայամի պլաժները թողած խիպտի, ասենք, իրանց գլխին ձմեռ սարքեն ամբողջ երկրագնդով մեկ էլ լավ էլի։ Շնորհակալություն պարոն Վարդանով զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, որ դու այս ժամին, ասենք, ինչ ժամանակ, ասենք, գտար այս հաղորդումը գրելու համար։ Իսկ ես մեր ռադիո լսողներին ու ռադիո դիտողներին հիշեցնում եմ, որ եթերում հետախույզի օրագիրը հաղորդումն էր, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։